Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրանում կատարվող իրադարձությունները թրիփ նախագծի համար վտանգավոր չեն, համոզված է Ազգային ժողովի նախագահը։ Նա հույս հայտնեց Հայաստանի շահերին դա որևիցե ձևով չի դիպչի։ Կարծում եմ, որ վտանգավոր չէ, կարծիքս բնական է շատ ցավում եմ այն զոհերի համար, որոնք որ լինում են եւ հույս ունենք, որ հնարավորինս կարճ կտևի, որովհետեւ անմիջականորեն մեր հարևանի հետ է տեղի ունենում եւ դա չի կարող մեզ չանհանգստացնել։ Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ դա շատ մեծ աշխարհաքաղաքական, թերևս ամենամեծ աշխարհաքաղաքական պատերազմներից մեկն է, որը որ Փառք Աստծո մեր հետ որևիցե ձևով կապ չունի։ Ազգային ժողովի նախագահը միաժամանակ կարևոր համարեց, որ այս պատերազմի ֆոնին Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են խաղաղության եզրեր գտնել։ Պատմությունը երևի թե կգնահատի, որ այս բարդ իրավիճակում Հայաստանը չներքաշվեց։ Խոսելով իրանահայերի Հայաստան տեղափոխվելու մասին, ըստ Սիմոնյանի, իր ունեցած տեղեկություններով այս պահին իրավիճակն այնպիսին չէ, որ նրանք գան Հայաստան, բայց եթե գան էլ բնականաբար յուրաքանչյուր երկիր, որ սահման ունենում, նախապատրաստվում է, որ եթե ինչ, ապա բայց այս պահին չունենք, որ նման հոսք չի եղել ու չկա այս պահին։ Այս պայդրությամբ ես տեղեկություն չունեմ, որ թե նախորդ 12 օրյա պատերազմի ժամանակահատվածում, թե հիմա նման վտանգ եւ նման միտում կա։ Ալեն Սիմոնյանը խոսեց նաև Հայաստանի երկաթուղու կառավարման իրավունքը Ռուսաստանից այլ երկրների փոխանցելու հնարավորության մասին։ Արդյոք այդ պատկերացումը միս ու այրուն ստանում է։ Քննարկում ենք նախ եւ առաջ ռուսական կողմի հետ եւ ակնկալում ենք հնարավորինս արագ արձագանքը եւ միևնույն ժամանակ դա մեր համար կենսական նշանակություն ունեցող պրոյեկտ է, որի հետ կապված մենք ուղղակի այլընտրանք չունենք։ Հիշեցնեմ, ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման առումով Հայաստանը ռազմավարական դիրքերի կորուստ է ունենում։ Վարչապետն ընդգծել էր, Ռուսաստանի դեմ ոչինչ չկա, բայց լավ կլիներ, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր։ Ըստ Ալեն Սիմոնյանի, երկաթուղու կառավարումը ռուսական կողմից վերցնելու վերաբերյալ քաղաքական որոշում չկա։ Բանակցությունները շարունակվում են, եթե կա կայացված որոշում, դա նշանակում է բանակցելը անիմաստ։ Վստահ եմ, որ կան երկրներ, որոնք կուզենան եւ որոնք հետաքրքրվել են, որովհետեւ ես ինքս հանդիպում եմ տարբեր երկրների դեսպանների հետ եւ բնական է հետաքրություն, խոսակցություն դրա մասին կա։ Այլ հարցը թե վերջում ինչ որոշում կլինի։ Խորհրդարանի առաջիկա ընտրության մասին Ազգային ժողովի նախագահը վստահ է, որ 2-3 ընդդիմադիր ուժ կարող է հատել անցողիկ շեմը։ Կարծում եմ, որ կամ այս նոր ստեղծված մեր ձևով տարբերակն է, կամ Ծառուկյանի տարբերակն է, իրանք երկուսով են մրցելու առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար, Քոչարյանը, թե որտեղ իրանք երկուսն է ձայն են տանելու եւ ձայն են տարել Հայաստան դաշինքի այդ, այսպես ասած, ընտրազանգվածից, Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ, քաղաքական դաշտում գոյություն չունի, չի կարող ունենալ, այդ մարդը մերժված մնալու է պատմության մեջ։ Ռոբերտ Քոչարյանը թող նախ կարողանա Հայաստան խմբակցությունը ղեկավարի, նա չի կարողանում ղեկավարել եւ ակնհայտ է, որ Հայաստան խմբակցությունը չի ղեկավարվում իր կողմից, այնտեղ դաշնակցությունը վերցրել է իշխանությունը եւ մնացածը ուղղակի սատելիտ է եւ Ռոբերտ Քոչարյանը ղեկավարելու մասին թող չխոսի, որովհետեւ ես հասկանում եմ հիմա շատ մարդիկ մոռացել են Ռոբերտ Քոչարյանը իր ղեկավարման տարիներին ինչեր է արել, բայց ասենք ով Քոչարյանը թող ղեկավարման մասին չխոսի, Քոչարյանը այլ բան ունի անհանգստանալու, հաջորդ պարլամենտական ընտրություններին ինքը հատելու է շեմը դաշնակցության հետ եւ հայտնելու է պարլամենտում թե իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որը որ հայկական դաշտում կա, այլ կուսակցություններ են վերցնելու։ Ըստ Ալեն Սիմոնյանի ունեցած տվյալների Քոչարյանն այդ խնդիրը միանշանակ ունի։ Այսօր ակնհայտ է, որ հաջորդ գալիք ընտրություններին այդ 21%-ի առյուծի բաժինը այլևս Քոչարյանին ձայն չի տալու եւ իր ձայնը տալու է այլ ընդդիմադիր կուսակցությանը եւ սրա մասին Ռոբերտ Քոչարյանը շատ լավ գիտի, դրա համար ասուլիս է տալիս եւ իրեն առաջարկում է որպես վարչապետի տեխնացու, չեմ բացառում, որ իր անձի շուրջ էլ որ խոսում է անձը նայենք ռեյտինգը եւ այլը, ինքը կարող է եւ տենց հավակնություններ ունենա, բայց ինքը պարլամենտ անցնելու խնդիր ունի։ Նրա խոսքով ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը հաջողություն է գրանցելու։ Անդրադառնալով քաղաքացիական պայմանագրի ներկուսակցական քարոզարշավին, Ալեն Սիմոնյանը նկատեց. շատ ուժեղ պայքար է գնում, դա որոշ երկրներում ընդունված պրակտիկա է, օրենքը չի խախտվում։ Նշեց, որ ներկուսակցական քարոզարշավը մարզերում հանգստյան օրերին շարունակվելու է։ Ես հասկանում եմ Ռոբերտ Քոչարյանի համար
որը որ վերջերս ասում էր հաճելի չի մարդկանց հետ շփվել, մեր վարչապետին հաճելի է մարդկանց հետ շփվել եւ մարդկանց հաճելի է շփվել Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ։ Եկեղեցու շուրջ կատարվող իրադարձության մասին Սիմոնյանը ասաց, Գարեգին Բ-ին հեռացնելու գործընթացը կշարունակվի ու կավարտվի բնականոն ձևով։ Ռուբեն Ռուբինյանն էլ անդրադարձավ ընդդիմության կոնսոլիդացիային, արդյոք դա իրենց մտահոգում է, պարզաբանեց։ Մեզ մտահոգում է այն, որ կարող են կաշառակերները եւ թալանչիները, ովքեր ուզում են Հայաստանի անկախությունը մատաղանել, գալ իշխանության։ Դա շարունակում է մտահոգել եւ ես կարծում եմ, որ դա մտահոգում է Հայաստանի ժողովրդին եւ ես կարծում եմ, որ Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ի ընտրություններում հաղթելու է։ Ինչ վերաբերում է քաղաքացիական պայմանագրի ներկուսակցական մարզային այցերի ժամանակ մարդկանց հետ շփումներին, պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կան նաև իրենցից դժգոհ մարդիկ, նշեց, ընտրական տրամաբանությունը չի նշանակում բոլորն ամեն ինչից գոհ են։ Ընտրական տրամաբանությունը հետևյալն է. X քաղաքացին ունի այնքան համակրանք եւ վստահություն X քաղաքական ուժի նկատմամբ, որպեսզի ընտրի այդ ուժին, թե ոչ։ Մենք դա տեսել ենք։ Ռուբինյանը ևս այն կարծիքին է, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հայաստանի նավը կհասնի իր խաղաղ հանգրվանին։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։